Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում Արևմտյան Հայաստան հեռուստատեսության լուրերին հերթական թողարկումն ասրվա ծրագիրն հայ ճամփարին մասին կինոյին պրեմիերան շուտով Կոմիտասին 300 սայսը արմավիրումը հետ ցեղասպանական հայությունը բիդեթեզիա ազգային առաքելություն բուրսային պատմական բազմազանությունը քարտեզին երան Բաքվին կրթական համակարգումը հայատյացության մասին զեկույցը ներկայացվելա ՄԱԿ-ին Շուշիում ՏՀԿ-ի միջոցառումները դատապարտման թիրախում Հունցել հայկական մանկատները պայքարելիս համաճարակների դեմ Գրիգոր Գապասկալյանի նուագարանը 1794 թվականի հրատարակություն Արևմտյան Հայաստանապետական հեռուստատեսության եթերում ցուցադրվելու է հայ ճամփար ռազմահայրենասիրական ճամփարի մասին պատմող կինոն։ Կինոյի ներկայացման ճամփարի առօրյան Կարինա ռազմապարի ու կրակային պատրաստության դասընթացները, հունց նաև երիտասարդների մասնակցությունով իրականացվող տարբեր ծրագրերը։ Վազգեն Սիսլյանի գլխավորությունով գործող ճամփարի նպատակն է երիտասարդների շրջանում զարգացնել հայրենասիրական ոգին, ֆիզիկական պատրաստվածությունն, պաշտպանական գիտելիքները։ Արմավիրումը նախատեսում է Կոմիտաս վարդապետի ծննդյան օրվա նվիրված յուրահատուկ մշակութային նախաձեռնություն մեկ տեղել է 300 մասնակիցների մեկ մծ երգչախումբ։ Նախաձեռնությունը ներշնչված է Կոմիտասի հիմնադրած շուրջ 300 հոգանոց գուսան երգչախմբի պատմությունից։ Տարբեր սերունդների ներկայացուցիչները միասին կատարելու են Կոմիտասի ստեղծագործությունները, երաժշտությունը սարքել է միավորման ու մշակութային ժառանգության պահպանման միջոց։ Ծրագրի նպատակն է նաև ակտիվացնել արմավիրամարզային մշակութային կյանքն կազմակերպել բեցյուր արժեք ունեցող մշակութային միջոցառում։ Հայերի ցեղասպանությունը ավելի քան 1 դար անց աշխարհի տարբեր երկրներում ապրող հայության հիմնական առաքելությունը ազգային ինքնության պահպանումը այլևս բավարար չի։ Շկոլների, եկեղեցիների, մշակութային ու համայնքային կառույցների միջոցով հայությունը կրեց հալապահպանորյան ազգային ինքնությունը, բայց 21-րդ դարի պայմանները պահանջում են թեզա ռազմավարություն։ Սոն անհրաժեշտ է ոչ միայն պահպանել հայկականությունը, այլև աշխարհի տարբեր երկրներում ձևավորված հայկական ներուժը վերածել գիտական, կրթական, տնտեսական ու տեխնոլոգիական մշակութային ուժի։ Թեզա սերունդների ներգրավելի հետի անհրաժեշտ են համագործակցության ժամանակակից ձևեր, հնարավորություն ընտելական մասնագետներին ու երիտասարդներին մասնակցել ազգային ծրագրերին, անկախ կուսակցական կամ կազմակերպական պատկանելիությունից։ Հայության թեզա առաքելությունը պիտի լինի ոչ միայն գոյատևելը, այլև իրան համաշխարհային ներուժը համախմբելն այն ազգային զարգացման ուժի վերածելը։ Հետազոտող աղա Էնես Յասայի բուրսայի ուրվական կառույցները նախագիծը փորձում է թվայինորեն վերականգնել քաղաքի կորսված պատմական ժառանգությունը։ 2022-ին սկսված աշխատանքի շրջանակում ուսումնասիրվան արխիվային փաստաթղթեր, քարտեզներ, լուսանկարներ, բացիկներ ու այլ աղբյուրներ։ Ուսումնասիրությունը շանցատանվեր բուրսայի տնտեսական ու հասարակական կյանքում ոչ մահմեդական համայնքների հետվում հայերը կարևոր ու անբաժանելի դեր են ունեցել։ Իրանց հետքերը պահպանվել են քաղաքի մխլա, սոր արդեն գոյություն չունեցող շինությունների, թաղամասերի ու հաստատությունների պատմության մեջ։ Նախագծի նպատակն է ոչ միայն գրել անհետացած կառույցները, այլև վերականգնել դրանց տեղնանշանակությունը բուրսայի բազմաշերտ պատմության մեջին։ Անսահման իրավունքների պաշտպանություն հասարակական կազմակերպությունը Բաքվի կրթական համակարգումը հայատյացության դրսևորումների վերաբերյալ զեկույցը ներկայացրավ ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակին։ Փաստաթղթում նշվում է հայերի նկատմամբ բացասական կարծրատիպերը, տարածում են դպրոցական դասագրքերի, մանկական գրականության, հայրենասիրական կրթության ծրագրերի, հիշատակի միջոցառումների ու բուհական ուսումնական ծրագրերի միջոցով։ Զեկույցի հեղինակների գնահատումով կրթական համակարգը Բաքվում օգտագործում է հայերի նկատմամբ թշնամանքի ու բացասական պատկերացումների տարածման ու դրանք սերնդեսերունդ փոխանցելի հետի։ Կազմակերպությունը ընդգծում է կրթությունը պիտի նպաստի հավասարության, մարդկային արժանապատվության, միջմշակութային փոխըմբռնման ու խաղաղ համակեցության ամրապնդմանը։ Բռնազավթված Շուշիում տեղի ունեցավ Շուշին ՏՀԿ 2026 թվականի զբոսաշրջային մայրաքաղաք միջոցառման բացումը։ Դրա մասնակցան Թուրքիայի, Իրանի, Ղազախստանի, Ղրղստանի, Տաջիկստանի, Պակիստանի, Թուրքմենստանի ու Ուզբեկիստանի պատվիրակությունները առաջիկա օրին նախատեսվում են նաև ՏՀԿ զբոսաշրջության փորձագետների ու նախարարների հանդիպումներ, հունց նաև գաստրոնոմիական միջոցառումներ։ Արևմտյան Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի Արցախի հանձնաժողովը խստորեն դատապարտել միջոցառումների անցկացումը, նշել ավեր միջազգային ու օտարերկրյա պատվիրակությունների ներկայացնում բռնազավթված հայկական Շուշիում կարելի օրինականություն հաղորդ է օկուպացիային։ Հանձնաժողովը նաև ընդգծել ավեր Արցախաբնիկ հայ ժողովրդի իրավունքները ենթակա չեն սակարկման, իսկ բռնազավթված տարածքներում իրականացվող զբոսաշրջային ու մշակութային ծրագրերը կարելի չեն վերացնի տեղի ունեցածի իրավական ու քաղաքական հետևանքները։ 1919-1920 թվականներին հայկական մանկատները բախվելիցնել ծանր համաճարակային հիվանդությունների, վերհատկապես վտանգավորել պատերազմից տողահանություններից հետո տիժեր պայմաններում ապրող խոխորձի հետի։ Այս թեման անդրադառնում է Կարին Շեշետյանը Ագոս ամսագրում հրապարակվող Խավարից Բիդելույս հայկական հաստատությունները արխիվային փաստաթղթերում շարքի հեղինակներից։ Արխիվային վկայությունների ներկայացումը նետարինեն հայկական մանկատներում տարածված համաճարակներն է տրանսդեմ պայքարի տիժերությունները։ Նյութում անդրադարձակատարվում նաև հայկական կարմիր խաչի ստեղծման ուղղությունը
պատասխանատվությամբ տարվող աշխատանքներին, վերինպատակներից պատերազմի ու համաճարակներին դերդան տուժած հայերին հատկապես խոխորձը աջակցություն ցուցաբերելը։ 1794 թվականին Կոնստանդնուպոլցում Մայր դպրատան տպարանումը հրատարակվելա Գրիգոր Գապասաքալյանի նվագարան երգարանը Մայր դպրատուն տպարանը գործելա 1792-ից 1798 թվականներին ու այդ ընթացքում հրատարակալա 19 անուն գիրք։ Գիրքը առանձնանում է նաև իրան պատկերազարդում ավագլուխներից առաջ տեղադրված ամբողջական էջի փայտափորագրերում ներկայացված են Գրիգոր Լուսավորչի չարչարանքները, հունց նաև հայոց Տրթատ թագավորի քրիստոնեության դարձնա մկրտությունը։ Պատկերի խորապատկերում Երվաման Նոյան տապանը Արատի Երան ու Էջմիածինը հայոց կաթողիկոսի նստավայրը։ 1794 թվականին այս հրատարակությունը կարևորա ոչ միայն որպես հայկական երաժշտական ժառանգության նմուշ, այլև որպես ժամանակաշրջանի տպագրական ու պատկերագրական մշակույթի արժեքավոր վկայություն։ Գրքի թվային տարբերակը հասանելի է Հայաստան ազգային գրադարանի հայ գիրք էլեկտրոնային շտեմարանում։ Սիրելի հայրենակիցներ, սարվայ տեսքանք պատրաստալ ապլիկ ուշադրության հետի պնդկացիք։